Հանրապետական խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ պտտվող աղմկահարույց պատմությունը չի հանդարտվում։ Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի ընդդիմադիր նախկին պատգամավոր Վահան Բադասյանն օրերս հայտարարել էր, որ Երկրապահ կամավորական միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանն ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից հետո Ղարաբաղ այցելության ժամանակ հայհոյել է տեղի զինծառայողներին։ Մանվել Գրիգորյանի մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը Ազատության հետ զրույցում հեյրուրանք որակեց այս պատմությունն ու ասաց՝ Բադասյանը ստախոս է։ Վահան Բադասյանը ինքը ապացուցեց, որ ստախոս է, որ ինքը հորինել է այդ պատմությունը։ Երբ որ փաստարկներ հրապարակվեցին, նեղն ընկավ, ասաց ես այնտեղ չեմ եղել, իմ ընկերներին են պատմել, որ նման բան ա եղել։ Երբ որ կամերայի առաջ պոզա էր ընդունում, սենց եղավ, նենց եղավ, հետո խոստովանեց, որ ինքը չի տեսել այդպես բան։ Նրանք միտումնավոր տարածվող ստեր են։ Ճանապարհը փակած են եղել, անթույլատրելի ձևերով, բռները բաց, ու իրանք շատ քաղաքակիրթ ձևով ասել են չի կարելի, տղեկ ջան։ Ոչ գեներալը չէ, ոչ էլ խառնվել է, ու ընդհանրապես զինվորական չեն եղել։ Գեներալը գնացել է հազարավոր երկրապահներով, որ պաշտպանի զինվորների կողքին կանգնի, ոնց կարող է ինքը զինվորականներին նեղացնի։ Բադասյանի պնդմամբ գեներալի ավտոշարասյունը հադրութից դուրս գալիս հանդիպում է հերթափոխի շտապող զինծառայողներին, ովքեր ճանապարհին կանգնել են, որպեսզի տեղավորեն իրենց իրերն ու այդպիսով փոքրինչ նեղացրել Մանվել Գրիգորյանի ավտոշարասյան ճանապարհը։ Գեներալն էլ զայրացել է այդ տեսարանից ու հայհոյել զինծառայողներին։ Նախկին պատգամավոր Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկ Բադասյանն Ազատությանը փոխանցեց։ Յետադրենք նույնիսկ խոսնակը մի պահ ճիշտ է ասում։ Յետադրենք ես սխալ եմ ասում։ Բայց որ մի գեներալն է հայոց բանակի, որ մի գեներալն է շրջում պահակախմբերով եւ շարասյունով։ Ես ասել եմ, որ չեմ անդրադառնալու այս հարցին, բայց միթե ուզում եմ, որ ես բոլոր փակագծերը բացեմ։ Իսկ եթե վերջին հաշվով իրենք կարծում են, որ ես սուտ եմ խոսել, ապա թող դատի տան։ Եթե հարգում են մեր երկրի օրենքները, եթե հարգում են մեր երկրի քաղաքացիներին, եթե իրենք հարգում են իրենց, ուրեմն թող դատի տան։ Այսինքն դուք պնդում եք, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայհոյել է ազատամարտիկներին։ Թեպետ գեներալ Մանվել Գրիգորյանն այդպես էլ անձամբ չի արձագանքել Բադասյանի այս հայտարարությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ազատության հետ զրույցում նշել է, չի հավատում, որ նա հայհոյել է։ Նա նորից երիտասարդացել է, հիշել է 90-ական թվականները եւ ամբողջ կազմակերպչական աշխատանքները երկրապահ կամավորականների վերցրել է իր վրա։ Եվ նրա քնելու ռեժիմը ընդամենը օրական 3-4 ժամ է։ Եվ ես զարմանում եմ, որ կգտնվեն այդպիսի մարդիկ, որ այս պարագայում Արցախի հերոսի նկատմամբ նման արտահայտություններ կանեն։ Եվ թող փաստերը դուք ստուգեք, եւ նրա ռեժիմը ուսումնասիրեք, թե ինչ ռեժիմով է ապրում այսօր Մանվել Գրիգորյանը։ Որին չենք կարողանում գոնե 2-3 օրով բերել Հայաստանը, վերադառնա Հայաստան, որպեսզի մի փոքր այսինքն թարմանա եւ նորից հետ ուղարկի։ Շանտաժ է դա պարզապես։ Եվ խնդրում եմ նորից եմ գրկում, մեր հերոսների նկատմամբ մենք պետք է շատ ուշադիր լինենք եւ զգոն լինենք։